Այսօր ուզում եմ մի թեմայով կիսվեմ ձեր հետ, անվանել եմ հաջորդ աստիճանը, հաջորդ բարձրունքը, հաջորդ քայլը։ Նախ կուզեմ սկսեմ նրանից, որ Աստված դրել է այս բնության մեջ աստիճանական աճի այդ սիստեմը։ Ամեն ինչ աճում է, ամեն ինչ քայլ, մի բարձրությունից մյուս բարձրությունն անցնում։ Ենթադրենք բույսերը։ Բույսը լինում է հատիկ, մի պահ, ինչ-որ մի ժամանակ ելնում է հատիկ, հետո այդ հատիկից դուրս է գալի ծիլը, հետո ծիլը դուրս է գալի հողից, սրանք ամեն մեկը մի պերիոդներ են, մի ինչ-որ ժամանակահատվածներ են, որ այդ բույսը, ել չեմ ասում, մեծանում է, ծառա դառնում է, ծառն էլ պտուղ է տալի, պտղի ժամանակն էլ է լինում։ Հետո այդ պտուղն է իր հերթին սկսում սերմ տալ եւ այլն եւ այլն։ Նույնը կենդանիները փոքր են, մեծանում են, ձագ են ունենում, մեծացում են եւ այլն։ Այսինքն այս սիստեմը դրած է ամբողջ ստեղծագործության համար։ Բացի մի դեպքում են ամենասկզբում Աստված որ ստեղծեց երկիրն ու երկինքը, պատրաստի արդեն աստվածաբանները ասում են 30 քանի տարեկան է եղել Ադամը, այդ տարիքի է ստեղծել Աստված իրան, չգիտեմ ինչքանով է դա ճիշտ։ Ու ծառերը, բնությունը ամեն ինչ պատրաստի ստեղծեց։ Մենակ այդ մի դեպքն է, մնացած ընթացքում արդեն դրանից հետո միշտ եղել է այս աճման սիստեմը։ Աստված նույնը դրել է մարդու կյանքում։ Ոչ թե մարդու ֆիզիկական կյանքում մենակ, այլ դրել է նաև հոգևոր կյանքում նույն սիստեմը։ Այսինքն դա նշանակում է, որ ապրելով Քրիստոսի հետ մենք անընդհատ ունենք աճ, ունենք ճանապարհ անցնելու, ունենք բարձրունքներ, աստիճաններ, որոնցով Տերը ուզում է, որ մենք մի աստիճանից փոխվենք մյուս աստիճանը։ Իհարկե աստիճանով բարձրանում ենք ու բարձրանում ենք գիտենք մեր Տիրոջ մոտ։ Ինքը ուզում է, որ մենք ճիշտ բարձրանանք, արդյունավետ բարձրանանք։ Ինքը չի ուզում, որ մենք մնանք նույն աստիճանի վրա։ Չի ուզում, որ հետ իջնելու համար հետո կասեմ լավ։ Հիմա ինչի համար է այդ սիստեմը Աստված դրել։ Ինչի համար է տվել այդ աճման սիստեմը։ Փրկվեցինք, դե կգնանք երկինք կվայելենք ու վերջ էլի։ Բայց չէ, Աստված ուզում է, որ այն ինչը որ ինքը մտածել է ամեն մեկիս միջոցով կատարելու այս երկրի վրա, ուզում է որ կատարվի։ Ինչի համար։ Որովհետև նախ եւ առաջ դա մեզ է պետք։ Որովհետև այն գործը ինչ որ ինքը մտածել է մեր համար, որ մենք անենք այս երկրի վրա, դա մեզ բերելու է ոնց որ Պողոս առաքյալն ասում փառքի պսակը, որ Տերը կտա մեզ այն օրը, երբ որ մենք կհանդիպենք իրան։ Այ Պողոս առաքյալը ասում է հույսով ես սպասում եմ այդ փառքի պսակին, որ Տերը կտա ինձ։ Բայց Աստված ուզում է բոլորին այդ փառքի պսակները բաժանել։ Բայց որpեսզի մենք հասնենք դրան, մենք պետք է ճանապարհ անցնենք, աստիճաններ կա, որ պետք է բարձրանանք։ Ու Աստված ուզում է, որ մենք անցնենք, բայց այդտեղ մեր գործոնը կա։ Մեր մասնակցությունը կա այս գործին։ Ասենք մենք մեր երեխաներին դաստիարակում ենք, սովորացնում ենք, փոքր ժամանակ էսի չի կարելի, էսի կարելի է։ Հետո որ մի քիչ մեծանում, արդեն սովորացնում ենք պատասխանատվություն, դասերդ պետք է սովորես, դու պետք է էսի անես, սենյակդ հավաքես, ոչ բոլոր երեխեքները իրենց սենյակները հավաքում։ Ու կամաց մենք դաստիարակում ենք մեր երեխեքին նպատակով, որ իրանք դառնան այսինչ մարդը, ենթադրենք։ Նույն ձևով Աստված ունի նպատակ։ Այս շատ կարևոր է, այս մեր խնդիրն է, որ մենք փնտրենք այդ նպատակը։ Աստված ինչ նպատակ ունի մեր հետ։
Իհարկե Աստծո են գլխավոր նպատակը, որ մարդը փրկվի, դա գիտենք։ Այո եւ ամեն։ Բայց դրա հետ մեկտեղ Աստված ուզում է, որ մեր միջոցով ինքը գործի, մենք լինենք իր գործիքը այս աշխարհում այն մնացածի համար, հիշենք, որ ինչ որ մեկին էլ օգտագործել Աստված մեր համար, ինչ որ մեկը գործիք է դարել, ինչ որ մեկը եղել է այդ նպատակը, որպեսզի Աստված իրան օգտագործի մեր փրկության գործի համար։ Հիմա նույն ձևով մեզ ուզում օգտագործի, բայց մենք պիտի կարող լինենք, ուզում եմ, որ մենք կարող լինենք դրան։ Ցանկացած աստիճան բերում է իր պատասխանատվությունը, պատասխանատվության չափը, զգացողությունը։ Ամեն աստիճանը ունի իր դժվարությունը, ամեն աստիճանը ունի իր նրբությունները։ Օրինակ, եթե վեկալենք դպրոցով համեմատենք, երբեք 4 դասարանի երեխուն դու չես կարա բացատրես բարձրագույն մաթեմատիկա կամ բարձրագույն ֆիզիկա։ Չկա, ինքը չի կարա այդքան, ինքը չունի այդ հնարավորությունը։ Ու այտենց չեն էլ անում։ Բայց եթե ամեն մի դասարանում երեխան իր դասը ճիշտ է սովորում, ինքը մեծանում է, ճիշտ ավարտում է։ Քրիստոսի դպրոցում մենք անցնում ենք մի հատ կյանքի ճանապարհ, որպեսզի սովորենք, բարձրանանք ու կարող լինենք անելու։ Չնայած այն, որ ամեն մի աստիճանում, ամեն մի հարթակում էլի կան նպատակներ, որ կատարվում են, չէ որ սենց ասած անպտուղ ենք ապրում, մինչև որ կբարձրանանք, ես ուր կհասնենք, նոր այն ժամանակ պտուղ կբերենք, չէ։ Այսօր էլ մենք կարանք պտուղ բերենք, ու մեր այսօրվա պտուղը գալիս է հենց այսօրվա մեր բաժին գործունեությունից Աստծո հետ։ Տեսեք, ամենակարևորը նախ սկզբից, որ փնտրենք այն նպատակը, ինչ որ Աստված մեր հետ ունի։ Շատ դժվար է, երբ որ մարդը չգիտի նպատակը, չգիտի ուր է գնում ինքը, ինչի համար։ Մարդը գալիս է եկեղեցի։ Կիրակի օրը եկավ, ժամը 5-ն է, եկավ եկեղեցի, պարտաճանաչ ամեն կիրակի գալիս է։ Գալիս է, բոլորը երգում են, ինքն էլ է երգում։ Բոլորը լսում են, ինքն էլ է լսում։ Բոլորը տասանորդ են տալի, ինքն էլ է տալի։ Աղոթում են, ինքն էլ է աղոթում, գնաց տուն, հաջորդ շաբաթ եկավ։ Ու այտենց շարունակ։ Հարց. գտել ես դու, որն է նպատակը քո գալու, ինչի ես գալիս։ Ինչ է եկեղեցին քո համար։ Ինչ որ մի շաբաթական ծիսակատարություն, որ դու մտցրել ես քո առօրյայի մեջ, պիտի անես, թե դա ինչ որ մի բան է, որ տանում է քեզ ինչ որ մի նպատակի։ Սա շատ կարևոր հարց է։ Շատ կարևոր հարց է։ Ես այսօր գնում եմ եկեղեցի, ինչի համար եմ գնում։ Գնում եմ ինչ անեմ։ Եթե ես գալիս եմ այստեղ փնտրելու այն նպատակը, ինչ որ Աստված պլանավորել է իմ համար, ես Աստված ինձ ցույց կտա, կբացատրի։ Բայց եթե ես գալիս եմ ուղակի, որովհետև պիտի գամ կամ դե լավ է այնտեղ, լավ ժողովուրդ են, գալիս են գնում ենք, վերջ։ Ինչքանով է դա մտնում Աստծո պլանների մեջ։ Որտեղ հիշենք, որ առաջին դարում հրեական հասարակության մեջ սինագոգ գնալը, հա, շաբաթ օրերը բոլորն էլ գնում էին։ Փարիսեցիներն էլ էին գնում։ Բայց վերջում խաչեցին Հիսուսին, չընդունեցին, չկարեցան հասկանային, որովհետև իրանք ուղակի գնում էին ինչ որ մի բան անել։ Պտիը տենց անեին, իրանց ավանդույթունովը տենց էր, կարգեր դրված։ Հասկանում եք, երբ որ չկա նպատակ, երբ որ մարդը չգիտի նպատակը, չգիտի ուր է գնում, սա նույնն է նաև ծառայության մեջ, եկեղեցական ծառայության մեջ, եթե մարդը մտել է ծառայության ու չգիտի իր ծառայության նպատակը,
դժվար ալնելու։ Մարդը գնալու է ոչ մի տեղ, սենց ասենք։ Բայց այդ նպատակն էլ նենց չի, որ մենք ենք որոշում։ Դա Աստծո դրած նպատակն է մեր համար, բայց փնտրելը մեզանից է գալի, որ մենք սրտանց փնտրենք, Տիրոջը խնդրենք, Տեր, ցույց տուր։ Տեր, հայտնի, այսօր դու ինչ ես ուզում իմ համար։ Ես այսօր ինչ պետք է անեմ։ Տեր, եթե քո կամքն է, դու ցույց տուր, դու ինչ ես նախատեսել իմ համար, որ դրան հասնելու համար ես այսօր ինչ անեմ։ Սա մեր խնդիրներն է։ Եթե մենք չուզենք, եթե մենք չձգտենք, եթե մենք չթակենք դուռը, չի բացվի այդ դուռը մեր համար։ Տեսեք, Ծննդոց 37-ի 5-ից 8-րդ տողերում, Ծննդոց 37 5-ից 8 գրված է Հովսեփի մասին։ Եկեք բացենք Ծննդոց 37-ի 5-ից 8-ը։ Եվ Հովսեփը մի երազ տեսավ, եւ իր եղբայրներին պատմեց, եւ նրանք ավելի ատեցին նրան։ Եվ ասաց նրանց. խնդրում եմ ականջ դրեք այս իմ տեսած երազը։ Ահա մենք դաշտումը որոմներ էինք կապում, եւ ահա իմ որոմ վեր կացավ եւ ուղիղ կանգնեց, եւ ահա ձեր որանները նրա շուրջը կանգնեցին ու իմ որային երկրպագություն արին։ Եվ նրա եղբայրներն ասացին նրան. իրավ մեր վրա թագավորելու ես, կամ իրավ մեր վրա տիրելու ես, եւ նրա երազների ու խոսքերի համար ավելի ատեցին նրան։ Տեսեք, հետաքրքիր մի հատ պատմություն, Աստված Հովսեփին, Հովսեփը դեռ երիտասարդ, պատանի, Աստված մի երազ է ցույց տալի։ Ասեմ, որ երկրորդ երազն էլ Աստված ցույց տալի, այսինքն հաստատում Աստված իր մտադրությունը։ Աստված ցույց է տալի Հովսեփին, թե ինչ պլաններ ունի իր հետ։ Մինչև Հովսեփին դառնալ, ես մի պահ կուզենամ խոսամ նրա եղբայրների մասին։ Մենք պատկերացնում ենք 12 եղբայր, 10 եղբայր մեծերը, ինքը նախավերջիններ, ասած փոքրերից մեկն է, ու ասենց ներկայացնում է իրան։ Այն մեծերը ասում են էլի սկսեց գլուխ գողալը։ Չէին ընդունում, չէին կարում հասկանային, որ բայց ինչի՞ չէ, կարա եւ սենց էլ լինի։ Ես չեմ կասկածում, որ Հակոբը իր որդիներին չէր փոխանցե Աստծու հետ իր հանդիպումը, մարտնչելը, ով է Եհովան, Աբրահամի, Իսահակի Աստվածը։ Ես չեմ կասկածում, հաստատ պատմել, նրանք բոլորը լավ գիտեին։ Բայց չգիտես ինչի նրանց չէր անհնար էր թվում, որ հնարավոր է եւ սենց լինի։ Եթե էսի բերենք այսօր մեր եկեղեցի, նմանագիտեք ինչի։ Ասենք կան արդեն տարիներով ծառայողներ, կան նորեր։ Ու երբ որ նոր պատանին երիտասարդը ինչ որ մի առաջարկությամբ առաջ է գալի, կամ իր ծառայությունով քիչ խորթ է թվում, այս ինչ է իրան մեջ գցում։ Բայց արի ու տես, որ ինչի՞ չէ, եթե Աստված ուզեց, հենց այդ մեկի միջոցով։ Մեր գործը ինչ է, եղբայրների գործը ինչ էր։ Օգնեին իրանց փոքր եղբայրը, որ կայանա իր ծառայության մեջ։ Մեր գործը ինչն է, մեր երիտասարդներին օգնենք, որ իրանք կայանան իրանց ծառայության մեջ, որովհետև ես վստահ եմ, որ մեր եկեղեցու Աստված պատրաստել է շատ ավելի զորավոր ծառայողներ, քան թե մենք ենք ազնվությամբ։ Եկեք խոսանք։ Աստված աճ տվող Աստված է։ Աստվածը նես չի, որ բերելու է հաջորդ մի սերունդ, ով որ ավելի թույլ է, ավելի վատ է, ավելի ցածր է։ Չէ, բերել է ավելի զորավորը ու բերելու է, ես վստահ եմ, ես Աստծուն եմ վստահում, ժողովուրդ ջան։ Ոչ թե մեզ, մեր մարդկանց, մեր երեխեքին կամ
Ես վստահում եմ Աստծուն, որ Աստված կարա է դա անի։ Բայց մեր գործը լավա որ մենք ճիշտ ժամանակին, իհարկե Հովսեփի աղբերները հետո հասկացան, Փառք Աստծո գոնե հասկացան ու ընդունեցին եւ այլն տարիներ հետո, բայց լավա որ մենք ճիշտ ժամանակին հասկանանք։ Ճիշտ ժամանակին բաց ըլնենք ընդունելու Աստծո պլանը, Աստծո նպատակները մեր կյանքում։ Ում ոնց կօգտագործի, դա իր սուվերեն կարծիքն է, ինքը տենց է ուզում։ Պատրաստ ըլնենք մենք, որ ում էլ որ ինքը ուզի, որ երիտասարդը, որ ծառայության մեջ էլ որ զորանա ու աճի, մենք օգնենք, որ զորանան ու աճեն։ Սա մեր ծառայության մի մասն է։ Մյուս կողմից ասենք, ես սենց եմ մտածում, որ սերնդից սերունդ պետք է փոխանցվի։ Ես հիշում եմ, որ մեր հովիվը պատմում էր Ֆինլանդիա, որտեղ են եղել, Ֆինլանդիա, Սկանդինավիա երկրներ մի խոսքում։ Ասում ամենաջահել եկեղեցու, ամենաջահելը 75 տարեկան էր։ Այսի նշանակում է փոխանցումը չի եղել եկեղեցին մահանումը։ Սա ցավ է, սա իրոք ցավ է, այ մենք պիտի զգուշ լինենք ու մտածենք սրա մասին, որ եկեղեցում լինեն եւ մեծեր, եւ միջին տարիքի, եւ երիտասարդներ, եւ պատանիներ, սերունդը մյուս սերունդին փոխանցի։ Ինչևից է, մի քիչ կողքից թեմա էր, բայց դառնանք Հովսեփին։ Երբ որ Աստված երազները տվեց Հովսեփին, Հովսեփը ոչ մի բան չգիտեր, ոչ մի բան չէր պատկերացնում ոնց է լինելու։ Լինում է մեր կյանքում, որ գալիս ենք եկեղեցի, ինչ որ մի ծառայության մեջ եք, ինչ որ մի բան անում ենք, ոչ ամբողջությամբ մենք գիտենք մենք ինչ ենք անում, չէ՞։ Լինում է, բայց Աստծուն վստահելը, որ նա ունի մտածված մի հրաշալի ծառայություն մեր համար, սա փաստ է։ Ես սենց եմ մտածում, որ այն տարիներին, որ Հովսեփը ծախվեց ստրկության, հետո բանտարկվեց, այդ չարչարանքների մեջով որ անցավ, ես վստահ եմ իմ մեջ, սա իմ կարծիքն է, որ այդ երազները, այդ Աստծո նպատակը, որ Աստված իրան ցույց էր տվել, դա իրան պահեց։ Ինքը գնում էր այդ նպատակի հետևից էր գնում։ Ինքը գիտեր, որ Աստված եթե ցույց է տվել, առանց հասկանալու ոնց, ինչ, դե պատկերացնենք հələ մի հատ մեզ պատկերացնենք, մենք ստրկության մեջ ենք, մեզ ծախել են ստրուկ, ու հələ մի հատ էլ մտածենք, որ մենք կառավարիչն ենք ամբողջ Եգիպտոսում։ Քիչ ֆանտազիա շատ պետք է լինի, էլի, որ կարողանաս դա պատկերացնես, բայց ինքը գիտեր, որ նա ով ասելա, անելու էլա ու կանի։ Նա հավատում էր Աստծուն, վստահում էր Աստծուն։ Այսօր մեր խնդիրն էլա, որ մենք այտենց վստահ ենք Աստծուն, չնայած որ ոչ մի բան չենք դեմ, չնայած որ կողքներս լավ չի, այստեղ պրոբլեմա, այնտեղ պրոբլեմա, այս հարցում սենց է, այն հարցում նենց է։ Բայց եթե Տերը մեր մեջ սկսել է այս գործը, իր ավարտին հասցնելու է, սա մեր հավատքն է։ Սա մեր հույսն է։ Հավատքը սրանում է մեր կայանում։ Ոչ թե կայանում է, երբ որ Աստված մեզ ինչ որ մի գործով աշխատանքի տեղը կամ ինչ որ ֆինանսական մի բանով օգնեց, ինչ որ օրհնեց, ինչ որ մի բան ստացանք, դա չի։ Աստծո նպատակը երբեք մենք չենք տեսնում ոչ մեկի կյանքում, որ Աստված նպատակ դրած լինի, որ նույնիսկ ամենահարուստ թագավորին Սողոմոնին։ Աստծո նպատակը չէր առաջինը հարստացներ, հետո իմաստություն տար։ Բայց քանի որ նա իմաստուն գտնվեց Աստվածավախությամբ, որ առաջինը իմաստություն խնդրեց, ասես դուր ինձ իմաստություն, որ այս ժողովրդին կարենամ ղեկավարեմ, որ ինձ դրել ես թագավոր իրանց։ Աստված ասես դե որ ինձանից ոսկի ու արծաթ ու քո թշնամիներին չուզեցիր, ես չուզեցիր, այն չուզեցիր, այլ այդ ուզեցիր, նրանք էլ հետը կտամ։ Հասկանում եք,
Աստծուն նպատակը գտնելը շատ հեշտ է, մեզ Աստվածաշունչը ցույց է տալի, շատ պարզ է ցույց տալի։ Տեսեք, Հովսեփի կյանքում ինչ որ կատարվեց, ես չեմ պատկերացնում ինչ որ մեզանից մեկը որ կարողանար դիմանալ։ Պրոստը մենք մեր կաշվի վրա հələ զգանք, ինչ է նշանակում հարազատ եղբայրները վաճառեցին որպես ստրուկ, ինքը գնաց ստրկության մեջ, հետո ոնց որ թե մի քիչ գործերը լավ անում էր, դատաստան, բանդ, ընդամենը քանի 13 տարի, հասկանում եք, այդ վիճակում մարդը կարող ամեն ինչից ընկնի, բայց իմ կարծիքով Հովսեփը նույնիսկ այդ հարցն էլ չէր տալի, ինչի Տեր Աստված։ Իմ կյանքում մի հատ դեպք պատահեց, ես էսի ասում եմ այն աստիճանների մասին, էլի։ Իմ կյանքում մի հատ դեպք պատահեց տարիներ առաջ, մոտավորապես 14 տարի առաջ, գնում էի ծառայության, Գենտում հին շենքում հələ ծառայություն էինք անում, ուրբաթ օրվա ծառայությանը, նկարահանում պետք է անեինք, դեբատ պետք է նկարեինք, պատրաստված կամերաներով, ամեն ինչով, երեխեքն էլ ավտոյի մեջ, գնում ենք ծառայության ու մեկը ընկավ իմ մեքենայի տակ մահացավ։ Տեղում մահացավ։ Տրասը կանցներ ոչ թույլատրելի տեղով, ու մի մեքենայի դեմում դե տրասի վրա արագություն բարձր, մի մեքենայի դեմից փախավ, ընկավ իմ մեքենայի տակ, մի խոսքով մահացավ։ Հասկանում եք, մի հատ էտի պահեր, ակամա մարդը մի հատ ուզում է սենց հարց տա, խի Աստված, ես գնում էի ծառայելու, ես քո ծառայողն եմ, նոր մի տարի ու կես էլ չկար, մի տարի ու կեսվա հավատացյալ էի։ Տարիք, որ կարար մարդը մի անգամից ջարդվեր, կորեր եւ այլն, կողքից նայողը կասեր Աստված, ես ինչ արեց այս մարդը, հեսա կկործանվի։ Եկան մարդիկ, որ ինձ հարցնում էին, ասում էին, բա ուր Աստվածդ, ես ինչ օր ընկար, այնտեղ դիակը հələ գետնին։ Մի խոսքով, երբ որ այդ հարցը ինձ տվեցին, ես ասացի Աստված իր տեղում է։ Ինքը գիտի ինչ անում։ Ես չեմ հասկանում, խի, բայց ինքը գիտի։ Ես այդ ժամանակ ժողովուրդ ջան, ես չհասկացա, այսօր էլ չունեմ ես sense հստակ պատասխան ինչի համար էդ եղավ, ինչի համար իմ հետ եղավ։ Բայց ես հասկացա մի բան, որ այդ կներեք այդ հիմար հարցը, ինչի է սա sense անում Աստված։ Դա ես չպետք է տամ։ Ինքը գիտի ինչի է անում։ Եթե մի բան ինքն է անում։ Բայց եթե մի բան էլ ինքը տեղյակ էր ու թույլ տվեց, ինքը գիտի խի։ Ինքը շատ լավ գիտի։ Ես կարող եմ չհասկանամ մինչև կյանքիս վերջը։ Բայց ինքը գիտի ինչի է դա անում։ Ու գիտեք ինչ, երբ որ վերջը սպասեցինք շտապօգնությունը դիակը տարավ եւ այլն մեքենաները տարան, բաց թողեցին, եկանք մի անգամից եկեղեցի։ Ժողովուրդ ջան, իմ համար մի հատ մեծ դասեր ու ոնց ասեմ, բան սովորեցի, երբ որ մտա տեսա ամբողջ եկեղեցին, տուն չի գնացել, ինձ է սպասում, ու ինձ դիմավորեցին, ու ինձ մխիթարեցին, ու իմ համար աղոթեցին, հասկանում եք, ես Քրիստոսի սերը տեսա այդ ժամանակ։ Տերը ցույց տվեց իր սերը իր եկեղեցու միջոցով։ Սա մի հատ դաս էր, որ ոչ միտեղ ու ոչ մի պայմաններում դու չես կարող էդի քաղես սովորես, մինչև որ չես հանդիպում դժվարությանը, նման դժվարությանը։ Ու իմ համար էդի
ես հասկացա եկեղեցին, որն է իմ համար իմ կյանքում։ Ինչի համար էր էսի։ Ես վստահ եմ, որ մի աստիճան, որ ես կարողանայի բարձրանալ, որ ես կարողանայի գնահատեի եկեղեցին որպես իրական Քրիստոսի մարմին ու Քրիստոսը գլուխը։ Ցավոք, որպեսզի դասերը հասկանանք, մենք դժվարությունների մեջ պետք է անցնենք։ Եթե առաջին դասարանի երեխան դաս է սովորում, ու ծնողը ստիպում ասում է սովորի, դա իր համար տանջանք է, բայց ծնողը գիտի, որ այդ ճակերտավոր չարչարանքից հետո դա օգուտ է լինելու իրան։ Ու Պողոս առաքյալն էլ ասում է, այսօրվա մեր իմ բառերով ասեմ, մեր փոքր չնչին չարչարանքը չի կարա համեմատվի նրա հետ, ինչ որ Տերը պատրաստել է մեր համար երկնքում։ Հա, միգուցե մենք այսօր ինչ-որ բաների մեջով ենք անցնում։ Տերը մեզ մշակում է։ Տերը մեզ ուզում է բարձրացնի։ Մենք չենք կարա բարձրանանք, եթե մենք դժվարությունների մեջով չանցնենք։ Լիության, ուրախության ու անհոգության մեջ ոչ մեկ ոչ մի բան չի սովորում, ժողովուրդ ջան։ Չկա այդպես բան։ Բայց եթե մենք ուզում ենք Տիրոջ նպատակի մեջ մտնենք, թե հասկանանք, որ մենք պատրաստ լինենք որոշ բաների մեջով անցնելու, որոշ դասեր սովորելու։ Նոր աստիճանը պատրաստվածություն է պահանջում։ Ալպինիստները, որ պիտի բարձրանան Սարի գագաթը, իրանք պետք է սովորեն այն ճնշմանը, այն մթնոլորտային այդ ճնշումը ասեմ, թե ինչ ասեմ, ինչ որ կա այդ Սարի գագաթին, իրանք պետք է պատրաստ լինեն դրան, որ նոր կարողանան բարձրանալ։ Անհնար է առանց այդ պատրաստության ալպինիստը բարձրանա վերև։ Ու Աստված որպեսզի մեզ պատրաստի, երբեմն լռում է։ Ում կյանքում է եղել, որ Աստված լռել է։ Աղոթում ես, չի պատասխանում, էլի ես աղոթում, էլի չի պատասխանում։ Շատ ժամանակ մենք վռած գնում ենք մենք մեր խելքի, ոնց որ Աբրահամ, հա, ինքը իրանով գնաց ու զավակ ունեցավ Իսմայելին։ Մենք գնում ենք մեր խելքով, մեր հարցերը լուծում ենք։ Բայց Աստված լռում է, որպեսզի մենք համբերել սովորենք, որպեսզի մենք իրան սպասել սովորենք, իրան վստահել սովորենք։ Մի պահ կար իմ կյանքում, որ սենց ինչ-որ փոփոխություններ էին լինում իմ կյանքում, բայց իմ համար այդ նպատակը անհասկանալի էր։ Ուր, ինչի համար, ուր եմ գնում։ Տեր ջան, մի հատ ցույց տուր, բացի, ուզում ենք, չէ, ամեն ինչ ուզում ենք իմանանք մենք։ Նախորոք իմանանք, որտեղ ենք եթում, ոնց ենք եթում, այնտեղ ոնց է լինելու, լավ է, լավ չի եւ այլն, հետո նոր գնանք։ Աղոթում եմ, Տեր ջան, ցույց տուր, չէ ցույց տալու։ Չասեց։ Մի տարի, 2 տարի, 3 տարի, չկա պատասխան։ Միակ բանը, որ ստանում էի, որ ասում էր, այն ինչ որ այսօր դեմը տա, էդի արա։ Պահ եկա, որ ասի լավ, էլ չեմ հարցնում, արդեն պարզ է իմ համար, պետք է ես անեմ այն ինչ որ այսօր իմ դեմը կա անելու ու վերջ։ Հետո, երբ որ Տերը հայտնեց ու խոսաց, հայտնեց այն ժամանակ, երբ որ ես արդեն ընդունակ էի հասկանալու ինքը ինչ էր, ինչ ուներ իմ հետ։ Իհարկե ոչ ամբողջությամբ մենք այդ ամբողջականը չենք կարող մեր փոքր գլխով հասկանանք, բայց էլի այն ինչ որ ինքը ուներ, նախ ես կարեցա հասկանայի, երկրորդը հետաքրքիրներն էր, որ ես սենց հետ նայեցի, այս ընթացքում ինքը տարբեր մարդկանց միջոցով այդ նույնը ինձ ասել էր։ Բայց ես չէի կարում հասկանայի, ընդունեի։ Իմ համար, այսինքն հայերենն էր էդի, բայց անհասկանալի էր իմ համար։ Ես
տեղ չէր հասնում, սենց ասած։ Այսինքն, ժողովուրդ ջան, կան բաներ, որ Աստված մեզ սովորացնում է համբերել, որովհետև դեռ մեր ժամանակը չի։ Սա էլ է պատրաստություն, որպեսզի մենք կարենանք ծառայենք այն ծառայությամբ, երբ որ այդ համբերությունը իրոք անհրաժեշտ է լինելու մեր համար, որպեսզի անցնենք մենք։ Բայց եթե մենք այսօր փոքրի մեջ համբերություն չունենք, մենք չենք կարենալու այն ինչ որ ինքը այն մեծը պատրաստել է, չենք կարենալու անցնենք, դժվար է լինելու մեր համար։ Դավիթ թագավորին սաղը սիրում ենք։ Բոլորը շատերը իրենց տղերքի անունը դրել են Դավիթ, որ Դավիթ թագավոր դառնան։ Մենք ուզում ենք մեր օրինակն է Աստվածաշնչյան, ուզում ենք նմանվենք, մենք էլ ենք ուզում Աստծո սրտի ուզածի պես սիրտ ունենանք, բայց Դավիթը, գիտեք ինչ, Դավիթը քանի հələ պատանի էր, որտեղ որ ինքը կար, ինքը գառների հետևն է, չէ, խոսքն ասում է փարախի հետևից քեզ հանեցի, չէ, գառների հետևից փարախից, որ այնտեղ էր, ինքը բարեխղճորեն իր այդ հովվությունները, այդ չոբանություններ անում, սենց ասենք։ Նույնիսկ առյուծի ու արջի դեմ էր կռիվ տալի։ Բարեխղճորեն ինքը անում էր, որտեղ որ ինքը կար, իր ծառայությունը անում էր։ Հետո երբ որ գնաց պատերազմի դաշտ հաց էր տարել, որ ընդհանրապես իր գործը չէր։ Հələ մի հատ պատկերացրեք, ասենք ինձ մի բան տվել են, որ տանեմ տամ ու հետ դառնամ, ես այնտեղ անելուք ուրիշ չունեմ։ Այնտեղ կռիվ է, այն մեկը ես իմ ինչ ասում, են թշնամինը սենց։ Դավիթը ուղղակի չկարեցավ անցնել դրա կողքով, որտեվ Աստծուն սիրող սիրտ ուներ։ Ու ինքը արեց այն, ինչքանով իրանից հասնում էր, վստահելով իհարկե Աստծուն, դա իր ուժը չէր, դա իր զորությունը չէր։ Բայց ինքը արեց։ Ու տեսեք, քանի հələ ինքը գառների հետ էր ու բարեխղճորեն իր անելիքներ անում, Տերը բերեց իրան հասցրեց մի սանդղակի, մի մակարդակի, որտեղ որ ինքը, քանի որ արդեն փորձ ուներ առյուծի ու արջի հետ, ինքը ասեց Գողիաթն ով է, որ եթե ես նրանց սպանել եմ։ Այդ աստիճանը բարձրացավ։ Հետո որ Գողիաթին հաղթեց, ինքը դառավ Իսրայելի զորավար, թագավորի մոտիկը, հասկանում եք աստիճաններ են բարձրանում։ Աստված բարձրացնում է։ Իհարկե, իրան ձեռ էին առնում, երբ որ ինքը այդ պատերազմի դաշտում էր, ասում էր ես կհաղթեմ, ախպերները բան ասում են, գնաց տեղից։ Բայց Աստված բարձրացնում էր իրան։ Բայց հետո սկսեց բարձրացնել Աստված ուրիշ ձևով։ Ժողովուրդ ջան, Դավիթի կյանքի սկզբում հաղթություններ էին։ Հետո եկան, որ ինքը փախած էր, չարչարվում էր, քարայրների մեջ էր։ Ինչի համար էր։ Աստված բարձրացնում էր իրան։ Հիմա կասենք ոնց էսի բարձունք չէ, չարչարանք, էս տանջանք է։ Մարդը տարիներով փախուստի մեջ, տարիներով անտուն, անտեղ այնտեղ կերտվում էր Դավիթը։ Այն Դավիթը, որ Աստված ասելու էր իմ սրտի ուզածի պես, կերտվում էր քարայրներում, ժողովուրդ ջան, կերտվում էր դժվարության մեջ, կերտվում էր չարչարանքի մեջ, որպեսզի դառնար Դավիթ։ Այսօր մենք հանկարծ մի բան ալնում, մի քիչ գործերներս վատ ալնում, մի տեղից մի հատ վատ ֆակտուրա գալու մի քիչ մեջ, բան արդեն խառնվում ենք իրար։ Մի հատ եկեք մեզ դնենք Դավիթի տեղը։ Երկրի թագավորը ընկածա մեր հետևից։ Իր զորքով ու եւ այլն եւ այլն։ Հասկանում եք։ Սաղմոսները Դավիթը շատ սաղմոսներ փախուստի ժամանակ է գրել։ Նա
այդ ժամանակա մոտեցե Աստծու հետ ավելի կերտվելա որպես Դավիթ։ Ու եթե իմ կարծիքով Դավիթը եթե այդ դրանք չտենար, չապրեր դրանց մեջով չանցներ, Դավիթը Դավիթ չլներ։ Միգուցե շատ ուրիշ այդպես թագավորներ են եղել, ովքեր այդ քննությունը չեն անցել, դրա համար չեն դարել ու չգիտենք մենք իրանց անունները։ Բայց քանի որ մենք ուզում ենք Դավիթին նմանվենք, պիտի պատրաստել ըլնենք անցնելու այդ ճանապարհով, եթե ուզում ենք։ Իսկ Աստված ուզում է մեր կյանքում, որ նման ըլնի, որ սենց հատ ամեն մեկիս անունը տասի իմ սրտի ուզածի պես սիրտ ունի։ Աստված ուզում է, որ մենք ամեն մեկս Դավիթ ըլնենք։ Բայց որպեսզի լինենք, մեզ այդ աստիճանն է պետք անցնելը, մեզ պետք է դրա մեջով է, ոչ թե մենակ են հաղթանակները, ոչ թե մենակ գողիատներին գետնին տապալելը, այլ նաև այդ չարչարանքները։ Մյուս օրինակը, որ ուզում եմ ասեմ, Պետրոսն է։ Պետրոսը, այսօր գիտենք Պետրոսին, որպես առաջին եկեղեցու հովիվ, Հիսուսն ինքը ասեց, արածեցրու իմ գառներին։ Հիշում եք այդ տեղը ժողովուրդ։ Իսկ ով է հիշում մինչև այդ ինչ ա եղել։ Պետրոսը Աստծուց հայտնություն ստացավ, որ Հիսուսը Քրիստոսն է։ Հիսուսն ինքն էլ ասեց. Պետրոս, այս վեմի վրա ես կկառուցեմ իմ եկեղեցին։ Գիտենք այդ տեղը։ Մի րոպե հետո, մի րոպե էր անցել, որտեղ այդ արանքում Հիսուսը ասեց, ես պետք է խաչվեմ։ Պետրոսը այդ հայտնությունից եկավ ընկավ լրիվ իր մարդկային մտածելակերպի մեջ, չի կարող, չենք թող որ այդպես բան լինի։ Այսի ցույց է տալի ժողովուրդ ջան, մեզ, մեր ինքնահավանությունը, մեր մեծամտությունը, որ մենք գիտենք, մենք հասկանում ենք, մենք արդեն մեծացել ենք, մենք գիտենք, բայց այդ մտածելակերպը Պետրոսի թույլ չէր տալի, որ իր աչքերը բացեր, իր ականջները բացվեր, ինքը հասկանար Քրիստոսի ինչ է խոսում։ Դա շատ լուրջ բան էր ինքը ասում, բայց Պետրոսը չկարեցավ հասկանալ, որտեվ դա մեր հետ էլ է կատարվում։ Քանի որ մենք մտածում ենք, որ էսի սենց է, արդեն ենթագիտակցաբար մենք ջնջում ենք մնացած բոլոր վարիանտները։ Ու չենք թողում, որ Աստված մեզ բացատրի այն իր մտածածը, ոչ թե մեր մտածածը։ Դրանից հետո էլի եղավ դեպք, որ վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը ասեց, պետք է ես Երուսաղեմ գնամ, մատնվեմ ու խաչվեմ, դուք էլ բոլորը ցրվելու եք, փախնելու եք։ Պետրոսը ասեց, բոլորը փախնին, ես քո կողքն եմ, այդպես բան չի լինի։ Հիսուսը իրան զգուշացրեց մի բան, որ գոնե այդ ժամանակ մի քիչ պետք է մտածել էլի իր հպարտությունը չթողեց, որ ինքը հասկանա Հիսուսը իրան ինչ ասում։ Ասեց դու այսօր մինչև ակաղաղի կանչել է 3 անգամ, ինձ ուրանալու ես։ Այսինքն այդ մեր լեզվով ասած, Պետրոս գլուխդ մի գովա, քեզանից կախված չի, դու Սուրբ Հոգու զորության կարիք ունես, դու Քրիստոսի կարիք ունես, մարդ արարած, դու չես կարա քո ուժերով։ Աստվածը քեզ ուժ տալի, որ դու ճիշտ վարվես։ Բայց մենք շատ ենք մեր վրա վստահ, ոնց որ Պետրոսն էր, ու կատարվեց այտենց էլ։ Ու այն դառնության են բաժակը, որ խմեց Պետրոսը, հասկանում եք, ես չեմ պատկերացնում, ոնց կլնեինք մենք Պետրոսի տեղը, որ արեցիր ու էլ չգիտես ոնց տակից դուրս գաս։ Բայց այդ դառնության բաժակը իրան բերեց, ճիշտ տեղը դրեց։ Ու հետո արդեն երբ որ Պետրոսը հանդիպեց հարություն առած Քրիստոսին,
արդեն պատրաստ էր լսելու, պատրաստ էր ընդունելու այն ծառայությունը, ինչ որ իր համար պատրաստված էր։ Ինքը արդեն հասել էր։ Պիտի անցներ դրա մեջ, որ իր համար էլ էդ էր պետք։ Ես չգիտեմ, ամեն մեկս տարբեր բնավորություններ ունենք, մեր համար ամեն մեկիս համար տարբեր պայմաններ են պետք, որպեսզի մենք ինչ որ բաներ հասկանանք։ Բայց ես սենց եմ հասկանում, եթե ես իմ կյանքը տվել եմ Աստծուն, ես վստահ եմ, որ Աստված վերցրել է այդ կյանքը։ Այլապես ես վերստին ծնունդ չի ունենա։ Իսկ եթե ես վերստին ծնվել եմ, նշանակում Աստված ընդունել է իմ կյանքը։ Նշանակում է նաև, որ ինքն է իմ կյանքի Տերը։ Այսինքն իմ կյանքի Տերը ամենակարող Աստվածը, որ երկիրն ու երկինքն արել։ Ինչի մասին է խոսքը, որ իմ հետ մի բան պատահեց ու էդի իր ուժերից վեր էր, որ կարենար ինձ պահեր կամ չի լինում։ Եթե մենք հավատում ենք այն Աստծուն, ով որ ինչ-ինչ պայմաններում անզոր է, ուրեմն դա չի կարա այդ Աստվածը լինի։ Բայց ես այտենց Աստծու չեմ հավատացել, ժողովուրդ ջան, մենք այտենց Աստծու չենք, մենք հավատացել ենք այն Աստծուն, ով որ ամենակարող ու ամենաարդար ու ամենաիմաստունն է, ու պատրաստել է ամենաբարին մեր համար։ Մի բան էլ ես կուզենամ նշեմ, որ մեր հաճի, մեր քայլի զուգահեռ մենք պիտի պատրաստ լինենք փոփոխությունների։ Ընտանեկան կյանքին անցնենք։ Ամենալավ օրինակն է, որտեվ ես ունեմ արդեն փորձ, որոշներն էլ ունեն այդ հարցում, երբ որ մենք մեծանում ենք, մեր երեխեքներն են մեծանում, ժամանակը գալու, որ մեր երեխեքին ամուսնացնում ենք։ Երբ որ հələ չենք ամուսնացրել, մեր երեխեն է, մենք ասում ենք ինքը լսում է, մենք ասում ենք սենց պետք է լինի ու տենց է ալնում։ Տունը ոնց պետք է պահի, ինչ պետք է անի, նույնիսկ ոնց պետք է մտածի։ Հետո երբ որ արդեն մեծանում են, ամուսնանում են, գալիս է փոփոխության շրջանը։ Ու սկսում են իրանց կարծիքը ասել, իրանց կյանքի տեսակետը, իրանց մտածելու ձևը։ Շատերս այդտեղ սայթակում ենք, հələ ուզում ենք էլի են հին, որքան 5 տարեկան էր, այդ նույն ձևով լինի։ Բայց պետք է հասկանանք, եթե կա աճ, կա նաև փոփոխություն, մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխությունը ընդունելու։ Եթե մինչև այդ երեխայի իմ տան մեջ մեծանալը ես է իրան ասում, ես իր ծնողն էի, ես այն մարդն էի, ում որ Աստված վստահել էր այդ երեխայի դաստիարակությունը, հիմա արդեն ես դառնում եմ խորհրդատու կողքից, որտեվ այդ նույն Աստվածն է, որ ասել է երկուսը մեկ մարմին կլինեն, հա, մարդը կթողի իր կնոջը, իր հորն ու մորը ու կհարի իր կնոջը, երկուսը մեկ կլինեն, չէ՞։ Այսինքն սա մի հատ փոփոխություն է, որ մեր կյանքում գալիս է։ Թե մեծի, թե փոքրի կապ չունի, հիմա ծնողի տեսանկյունից խոսենք, թե ասենք երեխու տեսանկյունից, բայց փոփոխությունը գալիս է, մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխության։ Ու ընդունենք այդ փոփոխությունը, որտեղ դա Աստծո կամքի հիման վրա է այդ փոփոխությունը։ Մենք պետք է հասկանանք, որ երեխան կարող արդեն իր կարծիքը ասի ու իր ձևով ապրի։ Ենթադրենք իր ձևով իր փողերը ծախսի։ Դու ինչ կյանքի փորձ ունես, դու չես իմանում, ես ասա ապրծփռես անելու, բան ես անելու։ Բայց դա իր կյանքն է։ Ես 20 տարեկանից ամուսնացել եմ, չեմ 20 տարեկանից, հա։ Ու մինչև այսօր չեմ փոշմանել, բայց 20 տարեկանից մենք ոնց ասեմ, ինքնուրույն ենք եղել, սխալվել ենք։ Իմ ծնողը ջահել վախտել ինձ կոնտրոլ չի արել, սենց ասեմ, 17-18 տարեկանից ես արդեն դրսերը
առևտուր եմ արել, ես եմ արել, գործ եմ արել, եմ արել։ Բայց դա ինձ թույլ է տվել, որպեսզի ես աճեմ։ Ճիշտ արել, թե սխալ արել, ես չգիտեմ։ Միգուցե մի ուրիշ ծնողը տես չի անում, ուրիշ ձևով է անում։ Հիմա կամ ես այն ինչ որ կամ, բայց դա չի նշանակում, որ իմ երեխան էլ պետք է նույն ձևով լինի։ Իմ երեխու կյանքում կարող է ուրիշ ձևով լինի։ Դա նրա կյանքն է։ Ամենայն դեպս Աստված երեխաներին մեզ չի տվել որպես սեփականություն, տվել է, որ մենք ուղղակի դաստիարակենք, հանձնենք իր ձեռների մեջ։ Վերջ, ինքն է Տերը։ Եթե մենք հավատում ենք, որ ինքն է Տերը։ Հիմա ես ընտանեկան մի հատ sense բան ասացի, հա, հիմա sense լրիվ, եկեք sense մտովի փոխենք հոգևոր կյանք։ Երբ որ մենք մտնում ենք հոգևոր աշխարհ, ուզում ենք քայլ բարձրանանք, մենք պետք է հասկանանք, որ այն նոր աստիճանի վրա նոր հորիզոններ կան։ Մենք նոր բաներ ենք տեսնելու, բայց մենք չենք կարող տեսնել, քանի հələ մենք sense կռացած բռնել ենք այն երեկվանը։ Ժորժան, պետք է թողենք երեկվանը։ Պետք է կարենանք բաց լինենք նորին։ Ու եթե մենք մեր երեկվա ունեցած, ասենք ասենք, հա, բագաժով ուզենանք նոր աստիճանի վրա բարձրանալ, ծանր է ալնելու։ Շատ ավելի լավ է, որ ամեն աստիճանը իր բագաժով լինի։ Ամեն աստիճանին, ես վստահ եմ ամեն աստիճանի վրա բավականին կա հերիք, որ մեզ լրիվ հերիք է այդ ծանրությունը, որպեսզի մենք տանենք, չնայած որ Տերն ասել է իմ բեռը թեթև է։ Դա լինի ծառայության հարցում, դա լինի հոգևոր կյանքի ցանկացած հարցում։ Մեզ պետք է որ քայլ անենք, հավատքով քայլ անենք, Տիրոջ առաջնորդությամբ քայլ անենք, հասկանանք ամեն ժամանակ, որ մենք կախված ենք Իրանից, ու եթե Տերը այսօր ինձ ուզում է տանի մի ուրիշ մակարդակի, մի ուրիշ աստիճանի, չէ որ ես տվել եմ իմ կյանքը Տիրոջը, չէ որ ես ասել եմ դու ես իմ Տեր Աստվածը, ինքն էլ ուզում է տանի։ Մենք նոր խոսացինք Հովսեփը, որ ստրուկ էր, մենք իրոք հասկանում ենք ստրուկ բառի ասածը։ Պողոս առաքյալը իրան ասում է, ես Քրիստոսի ստրուկն եմ։ Այսինքն պատկանում եմ իրան առանց իմ անձի ու կյանքի ու եւ այլն իմ էության։ Նույն ձևով էլ մենք ենք պատկանում։ Իհարկե համբերությամբ սպասում եմ մինչև հասկանանք մենք։ Տերը համբերությամբ սպասում է, որ հասկանանք։ Բայց մենք պատկանում ենք իրան։ Ու եթե մեր Տերը ուզում է այսօր մեզ տանի մի ուրիշ բարձունք, մի ուրիշ տեղ, մի ուրիշ մակարդակ, մենք ով ենք։ Ուղղակի հնազանդությամբ պիտի հետևենք իրան, որովհետև Տերը գիտի, որ ամենալավը մեր համար դա է։ Ես որ ասում եմ երկար տարիներ, քանի տարի աղոթում էի ու Աստծուց հետ հա նպատակն էի խնդրում ու չէի իմանում, այն օրը որ հայտնեց, ինձ հայտնեց ու հաստատեց այս տողերով։ Այսինքն ես ստացա այդ հայտնությունը, հայտնությունը անենց է ժողովուրդ ջան, Տերը որ հայտնում է, դու ամբողջ պատկերը տենում ես։ Դու հասկանում ես ինչի մասին է խոսքը։ Քանի դեռ չկա Աստծուց այդ հայտնությունը, դու կարող ես կծկտուր ասենք դրա մասին ինչ որ ասենք իմանաս, բայց այն ինչ որ Տերը բացում է ասենց շատ պարզ, շատ հասկանալի, սա է։ Ու երբ որ ես այդ ստացա խոսքը ու Տիրոջից խնդրեցի, որ հաստատի, Տերը հաստատեց հետևյալ խոսքերով. Հեսու առաջին գլուխ 5-ից 9-րդ տողերը։ Հեսուի առաջին գլխի 5-ից 9-րդ տողերը։ Ոչ մի մարդ չկարողանա քեզ քո կյանքի Ոչ մի մարդ չկարողանա քեզ քո կյանքի բոլոր օրերումը դեմ կանգնել։ Ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ էլ կլինեմ։
Քեզ չեմ թողի եւ քեզ անտես չեմ անի, զորացիր եւ քաջ եղիր, որովհետեւ այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես այն երկիրը, որի համար սրանց հայրերին երթում արեցի սրանց տալու համար։ Ժողովուրդ ջան, ես կուզենամ այստեղ մի բանը շեշտեմ, տեսեք Տերն ինչ ասում։ Այս ժողովրդին պիտի ժառանգեցնես այն երկիրը, այսինքն ժողովուրդը, որի համար սրանց հայրերին երթում արի սրանց տալու համար։ Այսինքն այստեղ հեսուն չկա, պատկերացնում, չի ասում ձեզ, հեսու ջան, դու էլ իրանց հետ։ Երբ որ Տերը մեզ ուզում է մի բարձրունքի, մի բարձր աստիճանի, մի աստիճան բարձրացնի, դա իր եկեղեցու շինության, իր արքայության շինության համար անում։ Երբ որ մարդը ուրախանում է, ես տեսել եմ, որ մարդը ուրախացել, ասել է, Տերը օրհնեց, ես մի հատ էլ ինչ որ, ասենք, իր գործի մեջ էս եղավ, ու այն եղավ։ Բայց ես նայում եմ այդ մարդու հոգևոր կյանքում չկա փոփոխություն։ Իմ համար հարցականը գալի, արդեն այդ որ օրհնությունն էր։ Որովհետև Տերը եթե օրհնում է իր արքայության համար, ոչ թե մեր գրպանի համար։ Իհարկե մեզ ապահովում է մեր հաց ու ջրով, բայց Տիրոջ նպատակը առաջնային նպատակը էդի չի։ Առաջնային նպատակը Աստծո արքայությունը կառուցելն է մեր միջոցով։ Դրա համար ստեղ շատ ես նկատեցի այս պահը, որ խոսքը ընդհանրապես Հեսուին իսկի մեջտեղն չի բերում։ Սա իր ժողովրդի մասին է։ Միայն թե հաջորդ տողը, միայն թե զորացիր եւ շատ քաջ եղիր, եւ որ պահես եւ անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է, նրանից չխոտորվես աջ կամ ձախ, որ ամենում էլ խելամուտ լինես, ուր որ գնում ես։ Այս օրենքի գիրքը քո բերանիցը չհեռանա, այլ գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետեւ այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Ահա քեզ պատվիրում եմ, զորացիր եւ քաջ եղիր եւ մի վախենար եւ մի զարհուրիր, որովհետեւ քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր որ գնաս։ Ժողովուրդ ջան, Տերը մեր հետ է։ Մեր ամեն շրջանում, մեր կյանքի ամեն պահին, ամեն վայրկյանին, ամեն դժվարության մեջ, ամեն լիության մեջ Տերը մեր հետ է։ Ասում եմ մի վախեցեք, ես ձեր հետ եմ։ Տեր Հիսուսն ասում է, ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Սրանք խոստումներ են, որ կասկած չկա դրա մասին։ Այլապես մեր հավատքը փուչ կլինի, եթե մենք մտածենք, որ բայց որ էլ ինչին ենք հավատում, մենք հավատում ենք Աստծո խոստումներին։ Ես հավատում եմ, որ Աստված խոսք է տվել, որ ես քո հետ եմ, մի վախեցի, ուրեմն այտենց էլ կա։ Այսինքն ես որ վստահեմ, հավասարա, հավատամ ու քայլ անեմ։ Այսօր Տերը ամեն մեկիս կոչ անում, քայլ արա, մի վախեցի, քայլ արա հավատքով դեպի այն, ինչը որ քո առաջ դրած է, հələ սկսենք սրանից, քայլ արա Աստծո արքայությունը կառուցելու, մի բան ավելացնելու, մի քար ավել դնելու, այն որ այսօր դու պատկերացնում ես, թե քո ուժերից վեր է կամ դա քո գործը չի կամ քայլ արա, մի վախեցի։ Որովհետև Տերը իր խոսքում ես Հռոմեացիներին 8-րդ գլխում շատ լավ սենց ասած բացահայտում է տվել, որ մենք չկասկածենք իր խոսքի վրա։ Ու այդ խոսքերն են 8:31-32-ը Հռոմեացիների 8:31-32-ը, ապա ինչ ասենք այն բաների համար, թե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակը, որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Ժողովուրդ ջան, Աստված եթե իր որդուն զոհաբերել է, զոհ է տվել մեր համար, անհնար է,
որ Աստված ափսոսի մեզ բաժեր կանի, օգնի, առաջնորդի, ափսոսի մի հայտնություն ավել տա, հասկանում եք, սրանք անհնար է, եթե իր որդուն է տվել։ Ու ես վստահ եմ այս խոսքերի վրա, որ եթե ես հավատում եմ, որ Տեր Հիսուսը խաչի վրա իմ մեղքերի համար զոհվեց ու հարություն առավ, որպեսզի իմ մեղքից ազատվելու, մեղքից այդ ներումը ստանալու հարցը լուծի, որը որ ամենամեծ հարցն էր իմ կյանքի մնացած բոլոր հարցերի լուծումն էլ ինքը արդեն տվել է։ Այստեղ մնում է, որ ես ինչքան եմ ուզում, ինչքան եմ հետևում, ինչքան եմ ձգտում, ինչքան եմ վստահում իրան, որ այն քայլը անեմ, որը որ ինքն է նախատեսել իմ համար։ Եկեք կանգնենք, աղոթենք։ Տեր ջան, շնորհակալ ենք քեզանից, Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք քեզանից քո խոսքի համար, որը որ մեր համար հիմք է, Տեր։ Որ մեր հավատքի հիմքը քո խոսքն է, քո խոստումներն է, Տեր։ Մենք քո խոսքին ենք հավատացել։ Քեզ ենք հավատացել, որ դու ամեն ինչ արել ես մեր համար, Տեր։ Այսօր, Տեր ջան, մենք կանգնած ենք քո առաջ ու քո առաջնորդությունն ենք խնդրում, Տեր։ Քո դասերն ենք խնդրում, Տեր, մեր կյանքում, որպեսզի անենք այն ինչ որ դու ես մտածել, լինենք այնտեղ, որտեղ դու մեզ դրել ես, Տեր, որպեսզի լինենք այն օրհնությունը, ինչը որ դու նախատեսել ես, Տեր ջան, քո ժողովրդի համար մեզ օգտագործելուց։ Տեր ջան, շնորհակալ ենք քեզանից, որ դու մեր Տեր Աստվածն ես ու սովորեցնում ես մեզ, Տեր։ Մենք կախված ենք քեզանից, Սուրբ Հոգի, քո առաջնորդությունից, քո դասերից, Տեր, դու ես մեր ուսուցիչը, Տեր, որ մեզ դաստիարակում ես ու բարձրացնում ես, Տեր։ Հիմա, Տեր ջան, խնդրում ենք, որ ստեղ գտնվող ամեն մեկիս համար, Տեր ջան, դու քո այն հպումով, Տեր ջան, բացես ու ցույց տաս քո այն հրաշքները, Տեր ջան, քո այն հրաշալի պլանները, որ ունես մեր հետ, Տեր։ Գոհանում ենք քեզանից, Տեր, այսօրվա համար։ Գոհանում ենք քեզանից, Տեր ջան, որ դու մեր Տեր Աստվածն ես, ու մենք քո ծառաներն ենք։ Օրհնյալ լինի քո սուրբ անունը։ Թող որ մեր կյանքերով փառավորվի միայն քո սուրբ անունը, Տեր ջան։ Փառք, փառք, փառք ես, Տեր ջան, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։